Թուրքիայում ներքաղաքական խռովությունները նոր թափ են առնում, երկրում պայթյունավտանգ քաոս է, որքան ուժգնանում են ընդդիմության դեմ բռնաճնշումներն, այնքան սեղմվում է օղակն Էրդողանի շուրջ։ Հակակառավարական ակցիաներ են երկրի ամբողջ տարածքում։ Ընդդիմադիր ուժի համակիրների բանակը համալրվում է ժամ առ ժամ։ Միայն Ստամբուլում փողոց է դուրս եկել մոտ 1 միլիոն մարդ, չնայած իշխանությունը հավաք անցկացնելու արգելքը երկարաձգել է մինչև մարտի 27-ը։ Ցուցարարները պահանջում են ոչ միայն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակումը, այլև կառավարության հրաժարականը։ Փողոց դուրս եկած շատ երիտասարդներ համարում են, որ Թուրքիան միանձնյա է ղեկավարվում, քանի որ Էրդողանի իշխանությունը ձգվում է արդեն 22 տարի։ Մենք ընտրելու իրավունք ունենք, դա նշանակում է, որ մենք պետք է որոշենք, թե ով ղեկավարի մեզ, սակայն այս նախագահը զրկում է մեզ այդ իրավունքից։ Մենք ժողովրդավարություն ենք ուզում, մարդկանց ձայնը պետք է լսելի լինի, ժողովուրդը պետք է ընտրություն կատարի, մենք ուզում ենք ազատ արտահայտել մեր կամքը։ Ժողովրդավարության ու ազատ կամարտահայտության համար պայքարող քաղաքացիներին լռեցնելու համար Էրդողանի ռեժիմը դիմում է ավանդական ուժային միջոցին։ Մինչև ատամները զինված ոստիկանները ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ, պղպեղի փոշի, ջրաշիթեր, մահակներ ու ռետինե փամփուշտներ։ Բողոքի զանգվածային ցույցերն ուղեկցվում են ոստիկանների ու ցուցարարների կատաղի բախումներով։ Կան տասնյակ վիրավորներ բարիկադների երկու կողմում էլ։ Հարյուրավոր մարդիկ ձերբակալված են։ Ցուցարարներն ի պատասխան պայթուցիկներ են նետել իրավապահների ուղղությամբ։ Իշխանությունը վախենում է Իմամօղլուից, այդ պատճառով էլ նրան զրպարտում է ու անհիմն մեղադրանքներ ներկայացնում։ Այս երկրում ոչ մի արժեք չի հարգվում, ոչ արդարություն, ոչ օրենք, ոչինչ։ Նրանք ամենը գողացել են մեզանից, բոլոր նրանք, ովքեր հանդգնում են իրենց ձայնը բարձրացնել, ճաղերի հետևում են հայտնվում։ Հակակառավարական ցույցերի ժամանակ թիրախավորվել է ոչ միայն Էրդողանը, այլև նրա քաղաքական աջակիցները։ Ակցիաներից մեկի ժամանակ ակտիվիստները կազմակերպել են Գորշ գայլերի առաջնորդ Դևլետ Բահչելիի խորհրդանշական թաղումը։ Ստամբուլյան ակտիվիստներից մեկն էլ հենց ցույցի ժամանակ պատրել է Էրդողանի հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը, որն ի դեպ Թուրքիայի նախագահը նվիրել էր նաև Հայաստանի վարչապետին։ Թուրք հանրության ցածումն ավելի է ուժգնացել, երբ դատարանն Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպությանը հարելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու եւ կաշառակերության համար։ Իմամօղլուն չի ընդունում մեղադրանքները։ Փողոցային ընդհարումները տեղափոխվել են դատարանի շենք, բախվել են ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության падգամավորներն ու իրավապահները։ Իմամօղլուի կալանավորումն ու անհիմն մեղադրանքները քաղաքական հետապնդում են, վստահ են համակիրները։ Թուրքիայի ընդդիմադիր ուժը վճռական է, գնալու է մինչև վերջ։ Նախ բողոքարկելու են դատարանի որոշումը։ Մեր խիղճը մաքուր է, մեր գլուխը բարձր, այս որոշման մեջ արդարության նշույլ իսկ չկա։ Էրդողանի բոլոր որոշումները քաղաքական են, մենք շարունակելու ենք պայքարը։ Էրդողանը, որն Իմամօղլուին է մեղադրում ահաբեկչական կազմակերպությանն հարելու համար, ամբողջ ընդդիմության համար է մեղադրանք հորինել, փողոցային ահաբեկիչներ։ Karıştırılmak istendiğine şahit oluyoruz. Նրանք փորձել են մեր ժողովրդին սադրել այս գործողություններով։ Այս օրերի ընթացքում ամեն ինչ արել են երկրի խաղաղությունն ու հանգստությունը խաթարելու եւ մեր ժողովրդին բևեռացնելու համար հարձակումներ գործելով ոստիկանների վրա, որոնք իրենց աշխատանքն են կատարում։ Վախեցնում են իրավական համակարգի աշխատակիցներին, որոնք քննում են կոռուպցիոն գործերը փողոցային ահաբեկիչներին ճնշելու համար։ Էրդողանի ռեժիմի ճնշումներին զուգահեռ բարձրանում է Ստամբուլի քաղաքապետի վարկանիշը։ Կալանավորված Իմամօղլուն մոտ 15 միլիոն ձայն է հավաքել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախնական ընտրություններում։ Սա նշանակում է, որ նա կհաստատվի որպես թեկնածու նախագահի հավանական ընտրություններում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։